Չափոր մաքրված կզգամ ինձ այն ժամանակ։ Խնդրեմ։ Պարոն Փաշինյան, 22 թվականի ձեր ելույթն էի նայում, ասացիք, որ Հայաստանում ադրբեջանական անկլավներ չկան, համենայն դեպս իրավական հիմքեր չեն հայտնաբերվել։ Հետո 23 թվականին արդեն Պրահայից հետո ասացիք, որ ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անկլավները ներառյալ, եւ այդ ժամանակ դեռ երկու այսպես սցենար առաջարկեցիք, կամ փոխանակում, կամ փաստացի վերահսկողության պահպանություն։ Հիմա դուք գրառում եք արել, որ պետք է վերադարձնենք Արցվաշենը եւ օկուպացված մյուս տարածքները։ Ինձ հետաքրքիր է բանակցային գործընթացում այս մասով արդյոք կա նորություն եւ արդյոք սցենարներից մեկի մասով կա համաձայնություն, որ դուք այդպիսի գրառում եք արել։ Ես այդպիսի գրառում արել եմ, որովհետեւ չեմ կարող այդպիսի գրառում չանել, որովհետեւ չի կարող Հայաստանի Հանրապետության որևէ ներկայացուցիչ, որևէ վարչապետ հրաժարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի եւ այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից եւ այդ գրառումը հաստատումն է ակնհայտի։ Ինչ վերաբերում է սցենարներին, սահմանազատման գործընթացի ճանապարհով մենք ասել ենք նաեւ, որ մենք արդեն իսկ մեր գրավոր ստանձնած պարտավորություններին հավատարիմ ենք եւ ուժային որևէ սցենար բացառում ենք ուղղակի։ Ինչ վերաբերում է սցենարներին, սահմանազատում պետք է տեղի ունենա եւ նախ սահմանազատման արդյունքում պետքա արձանագրվի, ինչ պետքա տեղի ունենա սահմանազատման արդյունքում։ Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմատի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը։ Երբ որ տարածքային ամբողջականության ուրվագիծը կվերականգնվի, այդ ժամանակ արդեն մնացած բոլոր կոմբինացիաները եւ կարձանագրվի, այդ ժամանակ արդեն բոլոր հնարավոր կոմբինացիաները եւ վարիացիաները կքննարկվեն։ Եվ ես ուզում եմ ասել, որտեւ դա է շատ քննարկում, ես հիմա դա հասկանում եմ, որ օրինակ քննարկվում է, որ նույն Արցվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ եւ այլն եւ այլն։ Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման։ Ես ուզում եմ, եթե խոսքը գնա դրա մասին, եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չի անել։ Ընդ որում իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ, ես նույնիսկ եթե խոսքը ուղիղ հանրաքվեի մասին չլինի, առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնության դա չի կարող պարզապես տեղի ունենալ։ Ինչ վերաբերվում է սահմանազատման գործընթացին, սահմանազատման գործընթացի վերաբերյալ ամբողջ իրավական շրջանակը, ընդ որում դե յուրե բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ ունենք, ներողություն, դա երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը եւ այդ շրջանակում աշխատանքներ պետքա տեղի ունենան եւ իմիջայլոց ասեմ մնացած ամեն ինչն է հնարավոր կոմբինացիաները լայն շրջանակով իհարկե նկարագրված են եւ իմ ասացի մեջ որևէ նոր էլեմենտ չի ավելացել իմ ասածը ամբողջությամբ տեղավորվում է նախկինում իմ ասածների մեջ։ Ուղղակի երբ որ խոսում եք Արցվաշենը վերադարձնելու մասին, տպավորություն է, որ սցենարների մասով կոնկրետ համաձայնություն կա։ Ոչ, չկա սցենարների մասին կոնկրետ համաձայնություն։ Հերթով, ներողություն։ Ոնց պայմանավորվել։ Պարոն Փաշինյան, ի հավելում գործընկերության մենք նախ գիտենք, որ Տիգրանաշենը եւ Արցվաշենը թե ռազմավարական առումով, թե ստրատեգիական, այդպես նույն նշանակությունը չունեն։ Այսինքն այս դեպքում մեծ խնդիրներ են առաջանալու եւ արդեն իմ հարցը կխնդրեմ նաեւ անդրադառնաք պարոն Փաշինյան, Ադրբեջանի արտգործնախարարն էր ծավալուն հարցազրույց տվել եւ հիմնական էր ասածը սա էր, որ սկզբում բանակցությունները եղել են կոնստրուկտիվ, իսկ հետո ինչ որ փուլում դուք կտրուկ տեսակետ եք փոխել, այլ դիրքորոշումներ եք հայտնել, ինչն էլ հանգեցրել է այն իրավիճակին, որը այսօր է ցավալի իրավիճակին, որը ունեն խոսքը պատերազմի կորուստների մասին, սրա վերաբերյալ ինչ կասեք, ու երբ որ հետաձգ գնում, օրինակ նա նաեւ մեջբերեք ձեր նույն ելույթը, հա, Ստեփանակերտում Արցախը, Հայաստանը եւ
վերջ։ Դա էլ եւս։ Գիտեք, ես այդ ելույթին ես անդրադարձել եմ ընդրում շատ մանրամասն քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովում, այսինքն այդ անդրադարձը հրապարակային ընդրում ուղիղ եթերում տեղի ունեցել, նշանակում է ինքը ժամանակի այս ձեր նշած շրջանում գոյություն ունի, ինչ վերաբերում է առավել եւս գիտեք միջ պետական հարաբերություններում եւ խոսակցություններում բանավոր խոսակցություններին հղում անելը ինքը առանձնապես լավ ժանր չէ, որովհետեւ կարելի ասել մեկը սենց ասեց ներքինում էլ լավ ժանր չի, ընդհանրապես պետքա դրանից իմիջիալը լավ գաղափար տվեցիք, հետաքրքիր է այն մեր խոսակցությունը միջև մտքովս չէր անցել, ձայնագրված է, թե ձայնագրված տեսնենք, որովհետև 2018 թվականին ցավոք դրա մասին խոսել եմ, ազգային անվտանգության ծառայությունում բավականին նյութեր ոչնչացրել են, բայց մտքովս չէր անցել, մի հատ տեսնեմ ես չգիտեմ, հիմա անդիմադիրներին չեն գաղտնալսում, հիմա գաղտնալսում են նրանց, ում օրենքով սահմանված է գաղտնալսել, բայց ես դա կստուգեմ։ Բանավոր խոսակցությունը լավ ժանր չի, որովհետև դա մեզ տանում է միտեղ, որ թե ինչ դիրքորոշում է կոնկրետ փոխել, ինչի մասին էր խոսում, առաջարկներ են ներկայացրել։ Ես հիմա ասեմ, իմ բոլոր դիրքորոշումները արտահայտված են հրապարակային 2018 թվականից, դուք իմ դիրքորոշումներն էլ գիտեք, դիրքորոշումների փոփոխություններն էլ գիտեք, կասկածներն էլ գիտեք, տրանսֆորմացիան էլ գիտեք, ելույթներն էլ գիտեք, իմ որևէ տեղում ես կարող եմ մի բան ասել վստահաբար։ Այն օրվանից մինչև այսօր բանակցային որևէ սենյակում ես չեմ ասել որևէ բան, որը կհակասեր հրապարակային իմ արտահայտած դիրքորոշումներին։ Ցանկացած հայտարարություն ստուգելու համար համատեք իմ հրապարակային դիրքորոշումների հետ։ Համընկնում է, չի համընկնում, ուրեմն սխալ է։ Խնդրեմ։ Քաղաքական հարց պետք է տան, որովհետև ձեր ենթակայության տակ գտնվող որևէ կառույց կոմպետենտ չի եղել մեր լրատվամիջոցի հարցերին պատասխանել։ Դա ինչ դժվար հարց է։ Շատ դժվար հարցակարգ է։ Ռուսական մամուլում մեղադրանքներ են հնչում, որ Հայաստանից սննդամթեր, կաթնամթեր մասնավորապես, երբ որ ներմուծում են, բաղադրության մեջ կա իրանական սերուցք, որի բաղադրությունը անհայտ է, ծագման աղբյուրը, տեսակը անհայտ է։ Սահատաման պատրաստակամություն հայտնել է պատասխանել, բայց որևէ հստակ պատասխան չի տվել։ Ուսումնասիրություններ չկան, թե Իրանից ինչպես է ներմուծվում Հայաստան, ինչպես է հստակ է, բայց ինչ բաղադրություն այդպես էլ հստակ չէ։ Ուզում եմ ձեզ խնդրել, գուցե պարզաբանման համար ձեզ դիմենք եւ հրահանգեք ուսումնասիրություն սկսել սերուցքի, հասկանանք էլի մեզ ինչում են մեղադրում ռուսական մամուլը։ Շատ լավ։ Դուք այս թեմայից տեղյակ եք նաեւ։ Ես այդ թեմայից այն խորությամբ տեղյակ չեմ, որ հիմա ձեր հարցին վստահ պատասխանեմ, կվախենամ սխալվել, բայց ձեր ասածը ընդունում եմ, իգիտություն եմ ընդունում, փորձենք ստանալ ինչ որ մի տեքստ, եթե դուք կոնկրետ հարց ունեք, ավելի լավ կլինի այդ գրավոր հարցը մենք, այսինքն եթե ուղարկել եք, մենք կվերցնենք։ Դուք մի ներողություն, չէ, ուրիշ բան եմ, դուք իրանց գրավոր հարցում տվել եք։ Դե մենք այդ գրավոր հարցում կվերցնենք, որ լրատվամիջոցներ։ Շատ լավ։ Գրավոր հարցում կվերցնենք, կփորձենք պատասխան, խնդրեմ։ Անկլավների հարցին ձեզ համար պարզ է կան ադրբեջանական անկլավներ, որտեղ 2022 թվականին դուք հերքում էիք խտրականության մասին եւ ասում եք, որ իրավական հիմքեր դուք եք ներկայացրել։ Ես ասել եմ նաեւ, որ մենք այդ իրավական հիմքերը չունենք եւ ասել եմ, որ process-ում պետքա տեղ ունենա հետեւյալ Ադրբեջանը իր հիմքերը պետքա բերի, մենք մեր հիմքերը պետքա բերենք եւ հետեւաբար երբ որ դա տեղի կունենա, ելի իմ դիրքորոշման մեջ բան չի փոխվել։ Այն որ 1991 թվականին մեր անկախության նախորդող շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում եղել են կոնկրետ գյուղեր, այդ գաղտնիք չի։ Ես այդ գյուղերի մի մասը Իջևանի շրջանում են եւ ես այդ գյուղերի միջով անցել գնացել եմ։ Ես չեմ կարող ասեմ, որ բնության մեջ այդպիսի բան չի եղել։ Այո։ Ես բան չունեմ ասելու, ես խոսում եմ սահմանազատման գործընթացի մասին։ Սինգապուրում էլ են հայեր ապրել։ Այո, ես խոսում եմ սահմանազատման գործընթացի մասին։
շատ տեղեր են ապրել եւ ապրում, բայց մենք հիմա խոսում ենք սահմանազատման գործընթացի մասին։ Իրավական հիմքերը։ Ոչ այդ թեմայով ասեցի արդեն հարցին պատասխանեցի, որ դեռ քննարկումներ չի եղել, հիմքերի ուսումնասիրություններ փոխադարձաբար չի եղել։ Բայց քաղաքական մակարդակում ճանաչել եք։ Տակ կան ադրբեջանական տարածքների։ Որովհետև այդտեղ մենակ անկլավների թեման չի, ուրիշ թեմաներ էլ կա։ Ուրիշ թեմաներ կա։ Չունեք ձեր այդ պնդմամբ։ Այդ իմ պնդմամբ նկատի ունեմ, որ 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա մեր տարածքային ամբողջականությունները պատկերացնելով մենք ունենք խնդիր եւ որ մեր տարածքներն են օկուպացիայի ներքո եւ որ իրենց տարածքներն են օկուպացիայի ներքո որոշակի։ Ես հիմա եթե որպես ձեր հարցին պատասխանեմ, պետքա սահմանազատում իրականացնեմ։ Ես նկատի ունեմ կամայական տարածք, որ ընկնում է այդ կարգավիճակի վրա։ Հիմա աչքաչափով կարող ենք ասել ինչի մասին է խոսքը, բայց դա լավ ժանր չի, որովհետև մենք իրավական process-ը թողած մտահանգումներով ենք առաջնում։ Պարոն Փաշինյան, ես կրկին Բայրամովի հայտարարություններին անդրադառնամ, ճիշտ է դուք ասում եք բանավոր չեք պատասխանում այդ թեզերին, բայց այնտեղ կար մի միտք, որ դուք երբ որ ժամանակ եք խնդրել, հետո չեք փորձել լուծել, պատճառաբանելով, որ Հայաստանում ձեզ կսպանեն։ Ինչ մտահոգություն ունեիք, ով ձեզ պետք է սպաներ եւ քանի որ ձայնագրությունների գաղտնալսումներից խոսք եղավ, Սերժ Սարգսյանը ժամանակի նախընտրական շրջանում մի ձայնագրություն էր հրապարակել կրկին բանակցությունների հետ կապված։ Չմեջբերեմ ինչ ձայնագրություն։ Այսինքն հիմա բանակցությունների ընթացքում դուք նման արտահայտություններ շատ եք անում, որ բանակցությունները փաստորեն միտեղ արդեն դուք ասել եք, որ խոստովանել եք։ Այդ ձայնագրության մեջ դուք խոստովանել եք, որ բանակցությունների ժամանակ դուք ձեզ կներեք գժի տեղ եք դնում, որպեսզի իրավիճակը փրկեք։ Հիմա Բայրամովն էլ այս մի հայտարարությունն է արել։ Հիմա ինչպես հասկանանք այս ամեն ինչը եւ արդյոք դուք բանակցություններում նման բան եք ասել։ Գիտեք, ինչ ես էլի եմ ասում, բանավոր ժանրը ինքը շատ վտանգավոր ժանր է, որովհետեւ բանավոր ժանր նույնիսկ հրապարակային տեսախցիկների առաջ արած հայտարարությունների վերաբերյալ հետո լինում են տարընթերցումներ։ Հետո պարզվում է, որ մի կողմը այլ բան է ասել, մյուս կողմը այլ բան է հասկացել, եւ հետեւաբար այդ ժանրը ես համարում եմ բացարձակապես անօգուտ։ Ես այն չեմ ասել, նա նենց է ասել, ինքը չնստած էր, բայց ես հիշում դու սուրճ էր խմում, ես սուրճ, դա անօգուտ ժանր է։ Այսինքն դա բացարձակապես նախ ես կարող եմ ասել, որ այն հանդիպումները, որին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հղում է անում, ինքը ոչ միայն դրան չի մասնակցել, ինքը ժամանակ արտաքին գործերի նախարար չի եղել։ Ինքը բոլորովին ուրիշ պաշտոն, այսինքն ինքն էլ լսել է ուրիշից, գուցե այդ ուրիշը լսել է ուրիշից, գուցե այդ ուրիշը լսել, ես չգիտեմ, բայց ես ներողություն եմ խնդրում, բայց ասում եմ առավել եւս այն մարդու ասածը, որը այդ ժամանակ չի եղել այդ կարգավիճակում, անիմաստ։ Սերժ Սարգսյանը ինչ։ Սերժ Սարգսյանի հրապարակած այդ ձայնագրությունը, այնտեղ որ ձեր ձայնն է։ Ինչ է ձեր հարցը։ Որ այդպիսի որ բանակ Ես այնտեղ խոսել եմ իմ թիմակիցների հետ, եւ դա եղել է ազատ ժանրի խոսակցություն, արտանին խոսակցության ժամանակ կարող են ձևակերպումները լինել ընդարձակ եւ ստեղծագործական։ Դա չի վերաբերվում միայն ինձ, դա վերաբերվում է նաեւ ձեզ, բոլորիդ։ Խնդրեմ։ Պարոն վարչապետ, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններից հետո դուք ի պատասխան դրան տեղեկացրեցիք, որ բանակցային փաստաթղթերը մինչև տարեվերջ կհրապարակվեն։ Սերժ Սարգսյանը սա որակեց խոստում, որը կարողացան կորզել ձեզանից, ինչպես կարծեկանք եք դրան ինչ բացահայտումներ կլինեն այդ փաստաթղթի հրապարակումներից եւ երկրորդ հարցս ներողություն եմ խնդրում, դուք ձեր էջում հրապարակեցիք ռոբոտ գրպից գրելով, որ մեր զինվորների նոր բարեկամն է։ Համացածում տարբեր տեղեկություններ կան, որ սա պատվիրված ինչ-որ ամերիկացարք է, օրինակ թեմից այդ քննադատություններին ինչպես է կարծեկանքում։ Լավ, ես շնորհավորում եմ Սերժ Սարգսյանին, որ տենց մեծ հաջողություն ունի։ Հույս ունեմ իր կենսագրության մեջ դա կնշի, որ մենք կորզեցինք խոստում։ Ես քանի ամիս է խոսում եմ դրա մասին։
Եվ եթե մի քիչ մտածեք եւ մտածեն, կիմանան ինչ փոխվեց եւ ինչի եմ հիմա եւ ինչի եմ ասում միջև տարվա վերջ։ Ինչն է պատճառը, որ ասում եմ միջև տարվա վերջ, բայց հրապարակ պահին գուցե կմեկնաբանեմ։ Հա? Չէ, ես ուզում եմ ասել եմ, որ փաթեթը հրապարակեմ միջև տարվա վերջ, դա պատճառ ունի, ինչի, որտեղ ես նախկինում ասել եմ, որ մենք կհրապարակենք, քանի ամիս առաջ եմ հրապարակային քանի ամիս առաջ եմ հրապարակային ասել, որ հանձնարարել եմ, որ պատրաստ եմ։ Ոչ, ընտրություններին ընդառաջ չի։ Ոչ, լավ, հիմա ասեմ, որովհետև հասկանում եք, ես նախկինում ասել եմ, որ այդ փաթեթի տերը մենակ մենք չենք։ Ենթադրվում է, որ տարվա վերջ միջև դե յուրե ԵԱԿ Մինսկի խումբը կլուծարվի եւ այդտեղ այդ բարոյական եւ քաղաքական արգելքը կվերանա, այսինքն այդ սուբյեկտը չի լինի եւ մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել։ Իսկ Սերժ Սարգսյանի, այո, Սերժ Սարգսյանի նամակը հիմա ես հանձնարարել եմ գաղտնազերծման գործընթացը տեղի ունենում, չէ, ինչի ծուված։ Հասնում եմ, հասկանալի չէ։ Այլ երկրի ղեկավարի ուղղված։ Ես այդ նամակի մասին Ես այդ նամակի մի րոպե ներողություն եմ խնդրում, ժողովուրդ ջան, ինչ կլինի, ես գնամ դուք հարցազրույցան եք։ Հասկանալի չէ։ Դե հերթու կարգ պետք է լինի, չէ։ Հիմա չեմ կարող ասել, կհրապարակեմ կտեսնեք։ Իսկ ռոբոտը։ Հա, ռոբոտը, դե ինչ ասեմ։ Հիմա գիտեք, որ ուշադիր նայեք, կտեսնեք, բայց ես ձեզ ուրիշ բան ասեմ։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, հայ իմիջայլոց, ես քանի որ հրապարակային առաջարկել եմ, կարծում եմ անարդար կլինի, եթե նույն առաջարկը ձեզ չանեմ, չնայած երեք պաշտպանության նախարարի հետ խոսում էինք, որ պետք է այդ նույն առաջարկը ձեզ անեմ, որովհետև դուք տեսել եք, որ ես առաջարկել եմ, քանի որ շատ քննարկումներ կան, քննադատություններ կան, որ Հայաստանը պաշտպանության ծախսերը բան անում, կրճատում է, Հայաստանը զինաթափել է բանակը, այս արել են արել, ես լրագրողներին առաջարկում եմ առանց տեսախցիկների, առանց բանի, հա, նույնիսկ առանց գրիչներ, եթե պայմանավորում ենք, որ ինֆորմացիան կոնֆիդենցիալ է, առանց հեռախոսների եւ եթե որևէ մեկը ստանձնի ցուցակ ձևավորի են լրագրողների, ովքեր պատրաստ են նաեւ հետագայում որևէ կոնֆիդենցիալության կանոնները պահել, ես ձեզ պատրաստ եմ տանել եւ մոտիկից ծանոթացնել եւ շների հետ, եւ կատուների հետ, եւ մնացած բոլոր հնարավոր միջոցների հետ, եւ դուք այդ հարցի պատասխանը անձամբ կտեսնեք։ Այդ բոլոր քննադատությունները հիմք ունեն, թե հիմք չունեն։ Ես իմիջայլոց երբ որ նախկին 3 ղեկավարներին գրավոր այդ առաջարկը արել էի, վերջում մի նախադասություն էի գրել, այդ նախադասության տակ բովանդակություն կա։ Ինչ վերաբերում է ձեր հարցին կոնկրետ, գիտեք, հիմա օրինակ վաճառքում կան, խանութում երևի, բայց վաճառքում կան, նայում ես Կալաշնիկովի ավտոմատը։ Բայց ինքը որսորդական զենք է, այսինքն ինքը ակոսափող զենք չի, որսորդական զենք է ազատ վաճառքում գտնվող։ Երբ որ հիմա մենք դա դնենք, նույն տրամաբանությամբ, եթե ես դնեի Կալաշնիկովի ավտոմատի նկար, որ մենք ձեռք ենք բերել, ինչ-որ մեկը կարող էր որսորդական խանութում ազատ վաճառքի մեջ, ընդ որում քանի տոկոս էր զեղչով այդ նկարը դնել, ասել դե տեսեք այդ։ Դե եւ նաեւ այդ է պատճառը, որ ես այս վերջերս հաճախ եմ առակած առաջինը մեջ բերում, որտեղ ասում է Մեսրոպ Մաշտոցի զուր չի թարգմանությունը սկսել այդտեղից եւ մենք դա ավելի հաճախ պետքա հիշենք, որի մեջ կա նաեւ այս արտահայտություն, որտեղ ասում է ընկալել խոսքի բարդ դարձվածքները։ Մենք երբեմն շատ հեռու ենք մնում դրանից, համեցեք։ Պարոն Փաշինյան, Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում նաև հայտարարել է, որ